Ըստ խնդրի ունենք գետի վրայով լողացող լաստանավ, որից միաժամանակ երկու լողորդ ցատկում են հակառակ ուղղություններով։ Ենթադրենք, սա մեր հոսանքի ուղղությունն է, գետի արագությունն էլ նշանակենք v գետով։ Առաջին լողորդը ցատկում է հոսանքի ուղղությամբ v1 արագությամբ, իսկ երկրորդը հոսանքին հակառակ ուղղությամբ v2 արագությամբ։ Այսպես նրանք լողում են 5 րոպե։ Քանի որ առաջին լողորդը լողում է հոսանքի ուղղությամբ, նրա արագությունը կլինի v1 գումարած v գետ։ Իսկ երկրորդ լողորդի համար, քանի որ նա լողում է հոսանքին հակառակ, v2 մինուս v գետ։ Նկատենք նաև, որ քանի որ լողորդները լողում են հակառակ ուղղություններով, այս ճանապարհի երկարությունը կլինի 5 անգամ նրանց արագությունների գումարը, որն էլ ձևափոխելով կստանանք 5 անգամ v2 գումարած v1։ Ըստ պայմանի 5 րոպե անց նրանք շրջվեցին եւ շուտով հայտնվեցին լաստի վրա։ Պետք է գտնենք, թե նրանցից ով վերադարձավ առաջինը։ Ենթադրենք, այդ 5 րոպեի ընթացքում էլ լաստը հասել է օրինակ այստեղ։ Քանի որ նրանք պետք է վերադառնան լաստի վրա, նշանակում է լողորդները երկուսով պետք է սպառեն այս 5 անգամ v2 գումարած v1 ճանապարհը։ Ընդ որում արդեն առաջին լողորդի արագությունը կլինի v1 մինուս v գետ, քանի որ նա շարժվում է գետին հակառակ ուղղությամբ, իսկ երկրորդի արագությունը v2 գումարած v գետ, քանի որ նա էլ արդեն շարժվում է գետի հոսանքի ուղղությամբ։ Այստեղից հեշտ է նկատել, որ 5 րոպե անց առաջին լողորդը անցած կլինի 5 անգամ v1 մինուս v գետ ճանապարհ, իսկ երկրորդ լողորդը 5 անգամ v2 պլյուս v գետ ճանապարհ։ Իսկ այս երկու ճանապարհների գումարը միասին ստացվում է հենց այն ճանապարհը, որը որ նրանք պետք է սպառեին երկուսով լաստին հասնելու համար։ Եվ քանի որ երկուսն էլ այդ ճանապարհի վրա ծախսում են 5 րոպե, հետևաբար լաստին հասնում են միմյանց հավասար, ընդամենը 5 րոպե անց։